Մինչև հուլիսի 19-ը կատարեք գնումներ Իդեալ համակարգի խանութներից եւ ամեն շաբաթ ստացեք հնարավորություն շահելու 500,000 դրամ արժողությամբ ճամփորդական ուղղագիր դեպի Կարմիր ծով, Իտալիա, Իսպանիա կամ ձեր նախընտրած ուղղությամբ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից եւ նրա փոխկապակցված անձանցից օգուտ Հայաստանի կբռնագանձվի Երևանի կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը, Տերյան փողոցում գտնվող 1 ավտոկայանատեղին ամբողջությամբ, Տերյան փողոցում գտնվող 1 ավտոկայանատեղի 38%-ը, բանկում ներդրված ընդհանուր 202 միլիոն 998,000 դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր 74 միլիոն 716,000 դրամ տոկոսագումարները, 352 միլիոն 438,000 դրամ։ Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ, նրա վերաբերյալ նախաքննությունը ավարտվել է։ Հիշյալ պաշտոնատար անձը կազմակերպել է համալսարանի նույն ամբիոնի 2 դասախոսների դասապրոցեսների ընթացքում չնախատեսված արձակուրդ տրամադրելու, դասաժամերը այլ դասախոսներին բաշխելու գործընթաց եւ դրա դիմաց որպես կաշառք ստացել տարբեր չափերի գումարներ։ Հունիսի 26-ին տեղեկություն է ստացվել, որ Դավթաշենի 4-րդ փողոցում վիճաբանություն է եւ կողմերը միմյանց վրա քարեր են նետում։ Քիչ անց տեղեկություն է ստացվել, որ Վահագնի թաղամասի մոտակայքից հիվանդանոց է դիմել Երևանի բնակիչ 25-ամյա Արգիշտին գլխուղեղի վնասված կախտորոշմամբ, պարզվել է, որ նույն օրը Արգիշտին Դավթաշենի 4-րդ փողոցի 2 կոտորակ 5 շենքի բակի ավտոկայանատեղիում իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան կանելու հարցի շուրջ վիճաբանել է Երևանի բնակիչներ 42-ամյա Վարդանի, 33-ամյա Արմենի, 27-ամյա Տիգրանի հետ, որոնցից մեկը քարով հարվածել է նրա գլխին, պատճառելով մարմնական վնասվածք։ Բացի այդ վնասվել է նաև նրան պատկանող ավտոմեքենայի աջ անվաթևը, պատճառելով մոտ 250,000 դրամի նյութական վնաս։ Գլխավոր դատախ Ղազան Նավարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը, խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող ԶԳ-ն հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին։ Վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից արգրավել են տարբեր կենդանիների եւ թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաեւ 3 առյուծ եւ 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղենապացույց, տեղափոխվել կենդանաբանական այգի, ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 միլիոն դրամի վնաս։ Հունիսի 29-ին տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյանի փողոցներից մեկում անհայտ անձը Hyundai մակնիշի ավտոմեքենայով զբաղվում է թմրանյութերի իրացմամբ։ Նա ձերբակալվել է, սնությամբ հայտնաբերվել է 4 գրամ քաշով 2 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգվածով։ 27-ամյա երիտասարդին պատկանող մեքենայի խուզարկությամբ էլ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 32 փաթեթ 81 գրամ քաշով, ինչպես նաև դեղնավուն հեղուկով լցված 1 կաթուցիչ։ Տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի բնակիչ է իր մոտ կանեփի բույսից պատրաստած զանգված է պահում, 24-ամյա երիտասարդը ներկայացրել է կանեփի բույսից պատրաստած մանրացրած եւ չորացրած 3 գրամ քաշով 1 փաթեթ։ Հուլիսի 6-ին Գյումրի Արենի ավտոճանապարհին բախվել են ՎԱԶ 21099 եւ Volvo մակնիշի բեռնատարը, վթարի հետևանքով 3 զոհ կա։ Հուլիսի 6-ին Nissan ավտոմեքենան Հրազդան քաղաքից դեպի Մարմարիկ բնակավայր ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխի վրա հայտնվել դաշտում 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հուլիսի 6-ին Երևանի Գարեգին Նժդե Սևանի փողոցների խաչմերուկում բախվել են Chevrolet եւ Infiniti ավտոմեքենաները, Infiniti-ի վարորդը եւ ուղևոր Ռուսաստանի քաղաքացի 16-ամյա Գևորգը տեղափոխվել են հիվանդանոց։ Հուլիսի 6-ին Երևանի Թբիլիսյան 29 կոտորակ 11 հասցեում Mitsubishi ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե Էլեկտրասյանը։ Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, կրակի դեմ պայքարել են վթարի հարևանությամբ գործող գազալցականի աշխատակիցներն ու քաղաքացիները։ Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։